Բարև ձեզ, պարոն Սեֆիլյան, բարի գալուստ մեր եթեր։ Ողջույն։ Ողջույն, պարոն Սեֆիլյան։ Սիրելի հայրենակիցներ, Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար, լեգենդար անձնավորություն, մեր կողմից շատ սիրված եւ հարգված պարոն Սեֆիլյան, նորից բարև ձեզ։ Պարոն Սեֆիլյան, շատ չենք ուզում նախաբան տենց որպես այդպեսին, երևի միանգամից կանցնենք բուն հարցերին, ժամանակը ճիշտ է 3 ժամ է, բայց համ շատ է, համ էլ քիչ է։ Դրա համար փորձենք ինչքան հնարավոր է շատ հարցեր ձեզ ուղղենք։ Պարոն Սեֆիլյան, երևի ավելի թեթև բաներից սկսենք։ Ժամանակին դուք բնականաբար դուք Հայաստանում չեք ծնվել, չեք ապրել, Բեյրութում հայկական համայնքի պաշտպանության գործին լծված եք եղել երիտասարդ տարիներին, հետո տեղափոխվել եք Հայաստան, Արցախյան գոյամարտ, կխնդրեմ դրդապատճառներից մի երկու բան տենց պատմեք, հետո նոր ավելի արդիական թեմաների կանցնենք որպես այդպեսին։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ներկաներին։ Մեր սերունդը, պաստորեն երրորդ սերունդն ենք, որ մենք ծնվել ենք ում, ստանալով ազգային դաստիարակություն, մեծանալով հայաշատ թաղամասերում, հայկական մթնոլորտում, ազգային մթնոլորտում, մեր սերնդի համար երազանք էր իրականացնելու մեր նախնիների երազը, որներ վերադարձ դեպի հայրենիք, որոնք ստիպողաբար դուրս էին շպրտվել հայրենիքից, ինչպես հաճախ ասել եմ, հիմա էլ ասում եմ, մեր սերունդը բախտավոր սերունդ էր, որը ուներ հնարավորություն վերադառնալու հայրենիք։ Եվ 88-յան շարժումը երբ սկսվեց, մինչև այդ կարծես թե մեր կյանքը Լիբանանում իմ համար այդպես էր, մեծ հաշվով այդքան իմաստավորված չէր, 88-ի շարժումը երբ սկսվեց եւ մենք հասկացանք, որ արդեն հերու չէ այն օրը, որ մեզ հնարավորություն է բացվելու վերադառնալ հայրենիք, մեր կյանքը կարծես իմաստավորվեց եւ եթե իջև այդ նաեւ լինելով երիտասարդ, ասենք այդ ամբողջ բادرազմի թոհու բոհի մեջ նույնիսկ շատ այսպես ասած երբեք չմտածելով անձնական կյանքի մասին 88-յան շարժումից հետո մենք սկսել ենք մտածել մեր անձնական կյանքի մասին, առնվազն այն իմաստով, որ նախքին խնդությունները եկեք մենք թողնենք, խնայենք մենք մեզ, որովհետեւ եւ տեսնենք մեր հայրենիքը եւ ինչ չէ նաեւ մեր ուժը, մեր ամեն ինչը ծառայացնենք Հայաստանին, հայրենիքին։ Այս իմաստով ես ինձ բախտավորներից եմ համարում։ Այսքանը։ Պարոն Սեֆիլյան, դուք ժամանակին դաշնակցական կուսակցության անդամ էիք, կխնդրեմ մի քիչ մանրամասնեք, ինչպես ստացվեց, որ ընդհանրապես դաշնակցականների շարքերից դուրս եկաք։ Շատ արդիական հարցը շատ են հարցնում, ձեր հետ կապված նմանատիպ խոսակցություն շատ կա։ Կխնդրեի պարզաբանել։ Այո, ես Բադանի հասակից եղել եմ դաշնակցության մեծ ընտանիքի անդամ եւ արդեն երիտասարդ տարիքին կուսակցության անդամ, ստացել եմ նաեւ դաշնակցության շնորհիվ ազգային դաստիարակություն, ինչու՞ չէ նաև դաշնակցության շնորհիվ ես կարողացել եմ հասնել Հայաստան։ Նախնական ժամանակահատվածում, ես եկել եմ Հայաստան 90 թվականին, 90 թիվ հուլիս 18-ը, հիշում եմ այդ օրը։ Բարձ է, սկզբնական շրջանում լծվելով ընդհանուր գործին, ես եկել եմ որպես ռազմական մեր ունեցած փորձի փոխանցման նպատակով սկզբնական շրջանում եղել եմ մարզիչ,
եղել եմ Հայաստանի տարբեր շրջաններում, արաբել եմ բազմաթիվ ճոգատներ, դրանց մեծ մասը հետո ներգրավվել են դաշնակցության շարքեր եւ առնվազն նաեւ մեր Արցախյան զորամիավորմանը, որը ստեղծվել էր դաշնակցության կողմից, առաջին մի քանի տարին լծվելով ընդհանուր կորձին, լինելով զինվորական ասպարեզում, քաղաքական անցուդարձերին շատ չհետևելով, կարծես թե խնդիրները, բոլոր խնդիրները չէ, որ մենք տեսնում ենք, սակայն երբ 92 թվականից հետո արդեն կարելի է ասել պատերազմը երբ տևագոխեց լուրջ փուլ արդեն Արցախում բազմաթիվ թերություններ ներազգային իմաստով, ինչ չէ նաև Սփյուռքի աջակցությունը Արցախյան ազգագրական պայքարի ունեցած չափը մեր կարծիքով այդ ժամանակ բարձրացնել ենք նաև եւ կարծես թե հենց դրանից էլ սկսել է տարածայնությունը ղեկավարության հետ մենք բարձրացնել ենք ասելով որ սա չի Սփյուռքի ներուժի չափը, որը այսօր մենք տեսնում ենք քետնի վրա օժանդակություն, այսինքն առնվազն դաշնակցությունը դասնապատիկ կամ շատ ավելի անգամներով ավելի մեծ օգուտ կարող էր տալ Արցախյան զինամարտին։ Կարող եմ ասել ղեկավարության հետ մեր տարածայնություն հավանաբար ամենից է սկսել պատերազմի ժամանակի ընթացքում ղեկավարությունը բնականաբար չէր համարձակվի մեր նմանների հետ շատ հագատրվել, որովհետև հիշում ենք այդ տարիները ռազմի դաշտում ինչպիսի մթնոլորտ էր եւ ամենք մի դրվագ ասեմ, ամբողջ երկու տարիների ընթացքում 92-94 պատերազմի տարիների ընթացքում մեր զորամիավորումը պատկերացրեք մինչև զինադատարը պատերազմի ճակատից բացակայել ընդամենը մեկ շաբաթ։ Այսինքն երբ որ լինում ես այդպիսի ծանր վիճակ, այդպիսի հևք, անշուշտ այդ ամեն տարիները, ամիսները զոհություններ, ընկերների գորուստ եւ այլն, այս իմաստով մեր խոսքը այդ ժամանակ շատ ուղիղ եղել ղեկավարության նկատմամբ, նրանք փորձել են հեղմել մեր դժգոհությունները, ինչ որ հիմնավորումներ բերել, մեծամասամբ ոչ բաստարկված, սակայն գլխավոր ագասությունը սկսել է խաղաղ պայմաններում, երբ մենք ասենք պատերազմի ժամանակ չէինք զբաղվում ներգուսակցական, ներգազմագերբական հարցերով, սակայն երբ խաղաղ պայմաններում կարծես ինչ որ ժամանակ մեզ ընձեռվեց, որովհետեւ կարողանանք նաև այդ հարցերով զբաղվել, ագասությունները խորացան եւ 94 թվականի վերջ բոլորդ գիտեք դաշնակցության արգելումը Հայաստանում ես ստիպված եմ եղել հերթական անգամ որ ես մնացել էի ուրեմն Բեյրութ մի քանի շաբաթով այցելելու հարազատներին այդ ժամանակ ա եղել այստեղ արգելման ցերպակալումները եւ արգելումը գազագերբության ես ստիպված երկու տարի մի քանի ամիս մնացել եմ Բեյրութում 97 թվականի սկիզբ նորից հետ եմ վերադարձել գազագերբության ղեկավարությունը համաձայն չէր որ ես վերադառնամ ես չեմ լսել նրանց հորդորները եւ վերադարձել եմ Արցախ նորից լծվել եմ մեր բանակի շինարարության աշխատանքին ստացնել եմ տարբեր պաշտոններ եւ այլն եւ դրանից հետո խորացել է մեր հագասությունները 99 թվին եթե չեմ սխալվում կամ 8 թվին 9 թվին կամ 2000 թվին մեր ունեցած հագասությունների պատճառով ինձ իրենք են հերացրել գազագերբությունից ես չեմ հերացել այսքանը շատ հագիր չէ հասկացա Պարոն Սեֆիլյան տեսեք
զորահրամանատար Սեֆիլյան եւ քաղաքական գործիչ Սեֆիլյան տարբեր մարդիկ են, որ պահին դուք հասկացաք, որ պիտի ռազմական գործը ժամանակավորապես դնեք մի կողմ եւ զբաղվեք քաղաքականությամբ։ Այո, հետաքրքիր հարց է։ Այդ բահը 99 թվական հոկտեմբեր 27-ն է։ Ես այդ օրը ովքեր շատեր հավանաբար գիտեն, ինչպես բազմաթիվ գործիչներ այդ դեպքից հետո ֆիզիկապես նաև գնացել են դեպքի վայր, ես նաև եղել եմ դեպքի վայր, փորձելով ինչով որ կարող ենք իրավիճակին օգուտ տալ, նաև ինձ հրավիրել են այդ օրերի ուժային համագարկի ղեկավարությունը։ Ես 99 հոկտեմբեր 27 միջև հաջորդ օրը, այսինքն միջև նրանց հանձնվելը եղել եմ ազգային ժողովի շենքում, գտնվել եմ բնականաբար հատուկ ճակատայինների շրջանակում կամ ոստիկանության հատուկ ծառայող տղամարդկանց սենյակներում եւ ժամեր շարունակ լսել եմ նրանց խոսակցությունները, դատարկ խոսակցությունները, անլուրջ խոսակցությունները եւ տեղի էր ունեցել այդպիսի ողբերգություն, այսինքն կարող ենք ասել գլխատվել էր երկրի լեգիտիմ քաղաքական ղեկավարությունը գլխատվել էր, սակայն ուժային համագարկում իմ համար այդ օրերին ես այդքան անլուրջություն չէի սպասում, քանի ժամ բաստորեն 12 ժամ, 16 ժամ անլուրջ մթնոլորտ, ձիձաղ, անեկդոտների պատմում եւ այլն, այսինքն այդ ժամերին ես իմ աչքի առաջ էր այս չբեդության բովանդակությունը, այդ օրը ես շատ բան հասկացա, որ սա ոչ թե բեդություն է, այլ չբեդություն է։ Իսկ թե երբ որոշեց, այսինքն դա անշուշտ պատճառ դարձավ ինձ մտորելու, լուրջ մտորելու, թե ավակային ինչով պետք է զբաղվեմ, իսկ մինչև հոկտեմբեր 27 ես սպասում էի վերանշանակման բանագեններ նոր պաշտոնի, դա պիտի լիներ, դա իմ կողմից առաջարկ էր ներկայացված առնվազն մի տարի առաջ 98-ի վերջից Կարվաճարում պետք է ստեղծեինք պայմանագրային բրիգադ, որի առաքելությունը պիտի չլիներ միայն բնական արդեն ամրոց Կարվաճարը ամուր ամրոցի վերածելու, այլ նաև վերաբնակեցում իրականացնելու։ Այդպիսի ծրագիր էի ես ներկայացրել այդ ժամանակ ուժային գլխավոր երյակին, այդ ժամանակ Վազգեն Սարգսյան, Սամվել Բաբայան, անցամ Սերժին չեն ներկայացրել, բայց գիտեմ, որ միասին երեքով խոսել են եւ հավանություն են տվել, որ ծրագիրը պետք է կյանքի կոչենք, որը ֆինանսի կարիք կար, այդ պատճառով հետաձգվում էր, բայց խոստում կար, որ այդ նյութական բյուջեն պետք է ջարվեր, որը շատ մեծ չէր։ Եվ հերու չէր այդ օրը, որ պետք է այդ ծրագիրը կյանքի կոչենք, տեղի ունեցավ հոկտեմբեր 27-ը եւ դրանից հետո մենք գիտենք ուժային համագարկում ինչպիսի պատանումներ տեղի ունեցան եւ արդեն ես իմաստ չկդա մնալու բանագեններս հասկանալով, որ այս չբեդությունը ներսից հնարավոր չի բեդության վերածել, այդ էլ ազգային բեդության եւ կարող եմ ասել հենց այդ օրերից հետո ես սկսել եմ մտածել հասարակական գործունեությամբ զբաղվել սկզբնական շրջանում արդեն 2000 թվականից 2001 թվականից մենք ստեղծել ենք ազատագրված տարածքների պաշտպանություն կոմիտե էինք ստեղծել, դրա մեջ ներգրավել էինք
հայտնի մարդկանց, ակադեմիկոսներ, այդ ժամանակ Դագավին ողջ էին Սիլվա Գաբուտուկյաններ եւ բազմաթիվ հարկված մտավորականներ, որոնք ազգային մտածելակերպ ունեն եւ համաձայնվել էին ներգրավելու մեր կողմից առաջարկած այդ ի պաշտպանություն ազդագրված տարածքների նախաձեռնությանը։ Այդպես սկսեց իմ կարելի ասել հասարակական քաղաքական գործունեությունը 2000 թվականից սկսյալ։ Այսքանը։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Պարոն Սեֆիլյան, ես անձամբ շատ հարցեր ունեմ, կարող եմ տալ, բայց մեր մյուս ընկերներին էլ հնարավորություն տանք։ Սև ջան, խնդրեմ, հերթականությունով վերևից ներքև իջնենք, ամեն մեկը 2 հարց։ Խնդրեմ, Սև ջան։ Բարև ձեզ։ Բարև Նունե ջան կներես միկրոֆոնը տանջատի, շնորհակալություն։ Պարոն Սեֆիլյան, ունեք կանխատեսում երբ է պլանավորում Նիկոլը ստորագրել այսպես կոչված խաղաղության ըստ ինձ կապիտուլյացիոն պայմանագիրը եւ դուք եւ Բեբերը երբ եւ ինչ եք պլանավորում անել, որ կանխել այդ կապիտուլյացիան։ Նա այսօր էլ պատրաստ է այդ քայլին գնալու, դա բոլորս գիտենք։ Սակայն այդ հարցի պատասխանը ստանալու համար պիտի ավելի մոտիկից հետևել տարածաշրջանում, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական զարգացումներին, այնտեղ փորձել փնտրել այդ պատասխանը։ Նախ ասեմ, որ ասենք այս 1-2 օրվա այս դեղեցությունների հեղեղը, որ մենք ստանում ենք, չենք էլ հասցնում մանրամասորեն հետևել, բայց պետք է բնականաբար հետևենք, կարողանանք եզրակացություններ անել։ Արդեն կա դպավորություն, որ ադրբեջանական կողմը կարծես թե այդքան էլ խանդավառ չէ ստորագրել։ Ուստի կարծում եմ Դագավին շուտ է այդ ամեն ինչի մասին խոսելը։ Բայց անկախ ամեն ինչից մեր մոտ հազանգային զգացողությունը, որ մենք ունենք, ոչ միայն այսօր, երկար ժամանակ է, սակայն այսպիսի դեղեցությունները հերթական անգամ մեզ նորից փորձում է աշխուժացնել, հասկացնելով, որ այս ամեն ինչի թեման պետք է առնվի շատ ավելի արագ ձևով։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ դեղի չունենա Հայաստանի կապիտուլյացիան, եւ եթե մինչ այժմ դա դեղի չի ունեցել, դա կարող ենք ավելի շատ ասել ոչ թե գործող իշխանությունների թիմադրության շնորհիվ է, մենք շատ լավ գիտենք, որ դրանք ոչ միայն չեն թիմադրում, դրանք պատրաստ են ամեն ինչի, այլ աշխարհաքաղաքական դասավորումների հետևանքով է, որ այսօրվա աշխարհակրորեն մեր այս Հայաստանի այսօրվա քարտեզի այս հատվածը շարունակում է գոյություն ունենալ։ Սակայն եթե ինչ պետությունների շնորհիվ գուլ չենք գնացել մինչ այսօր, դա չի նշանակում, որ մենք պիտի հանգիստ այդպես էլ նստենք, հույսերնից բահենք, որ ինչ լավ է, որ աշխարհաքաղաքական զարգացումները մեծ հաշվով այդքան էլի վնաս մեզ չի եւ դրա շնորհիվ մենք մեր գոյությունը կարող ենք պահել, այդ նաեւ ինչ որ չափով այդ բادرանքներից նաեւ պիտի դուրս գալ եւ որպես ազգ կազմակերպվել եւ հաստատուն գայլերով վերջապես ձևավորել երկար ժամանակ մեր կողմից առաջ քաշած ազգային գլուխը մեր երկրում, որը պետք է գարավարի մեր երկիրը, որը պետք է մեր երկիրը ճգնաժամից դուրս բերի, որոշ հզորություն ցերկ բերի եւ անցնի արդեն գործրածը հետ վերադարձնելու աշխատանքին։ Մենք, Բևերը ամեն ինչ անելու է, որ ինչպես ասեցի, Փաշինյանները, որոնք այսօր դարձել են Թուրքիայի ենթակա, ես վերջերս հաճախ ասում եմ, որ այս վերջի տարիներին, որը մեր երկիրը կառավարվում է, եթե նախկինում միայն կառավարվում էր Ռուսաստանի կողմից, ապա
այս վերջի ժամանակները նաև Թուրքիայի կողմից եւ նույնիսկ կարող ենք ասել, որ իշխանության անցան Փաշինյանը եւ իր մոդիկ շրջանակը կա ժամանակ ես իրենց նաև գնահատում եմ որպես թուրքայենթագա գործիչներ։ Ոստի պիտի մենք կարողանանք լուծումը գտնել, շատեր հուսահատ են եւ ոչ մի լուծում չեն գտնում։ Մենք այդ կարծիքին չենք։ Մենք վստահ ենք, որ ինչքան է դժվար լինի, այդ լուծումը պիտի գտնվի եւ պիտի գտնենք։ Այսքան։ Սերժան, Երկրորդ հարցս ենթադրենք Բևերին հաջողվեց եւ Բևերը ստանձնեց իշխանությունը, որոնք են լինելու ձեր առաջին քայլերը, ամենակարևոր գլխավոր։ Ովքեր ծանոթ են Բևերի ծրագրին, այս հագիրճ փորձեմ հիշեցնել։ Բևեր ինքը կուսակցություն չէ, Բևերը ինքը ծնվել է որպես վերգուսակցական տրամաբանությամբ շարժում, սակայն այդ Բևերը ծնվել է 2020 թվականին, եթե չեմ սխալվում մայիս ամսին, եւ արդեն ամիսներ անց սկսում է Թավաթիր 44-օրյա պատերազմը։ Ինչպես տեսնում ենք, այդպես էլ մեզ չի հաջողվել մեր պատկերացրած վերգուսակցական այդ մեծ ազգային շարժումը ձևավորելու։ Ուրեմն այսպես գլխավոր նպատակը փորձեմ հիշեցնել մեր ընկերներին։ Ուրեմն բարձ է որ առաջնահերթորեն պետք է ցերպազատվել այս ապազգային իշխանությունից, պիտի ձևավորվի ժամանակավոր կառավարություն։ Մենք ունեցել ենք ժամանակավոր կառավարության կամ անցումային կառավարության տարբեր սցենարներ, տարբեր ծրագրեր, ժամանակային իմաստով, կարող էր դա տևել 1.5 տարի, 2 տարի, կարող էր 1 տարի տևել, կարող էր 6 ամիս տևել, այսինքն ունեինք նաև տարբերակներ։ Ուրեմն առաջնահերթորեն խնդիր է տրված Հայաստանի, այսպես ասած, արտաքին քաղաքականության հիմնավոր փոփոխության, այսինքն հստակ բորդալարը, որ առնվազն 200 տարուց ավել կառավարել է մեր երկիրը Մոսկվայից, այդ քաղաքական այդ բորդալարը պետք է գտրել։ Եվ դրանից հետո անցնել պետականաշինության աշխատանքին, շատ են կարևորել անցումային փուլում լուստրացիան, դա վերաբերում է եւ տնտեսական լուստրացիային, եւ քաղաքական, եւ գործակալական լուստրացիային դա վերաբերում է։ Անցումային արտարադատության հասկացողության քաղաքարն են առաջ քաշել եւ ինչ չէ նաեւ ծրագիր մշակել այդ ուղղությամբ, որի մասին բազմաթիվ անգամ Վարոժան Ավետիսյանը արիթ ունեցել է մանրամասն ներկայացնելու, որովհետև մենք նաև հասկացել ենք, որ առանց ներազգային համերաշխ մթնոլորտ ստեղծելու հնարավոր չի լուրջ կարճ ժամանակում մեր պատկերացրած հզորությունը հավաքել որպես պետություն։ Ուստի անցումային արտարադատությունը նաև գալիս էր այդ խնդիրը լուծելու, այսինքն այստեղ ոչ միայն բաժելու խնդիրներ, նպատակ պիտի չլիներ հանցագործություն գործող մարդկանց արդարադատության առաջ կանգնեցնելը, այլ նաև դա պիտի օրինակ ծառայել, որ բոլորը պիտի հասկանան կամ մտածող մարդիկ գիտեն, որ կարևորագույն սյունը լուրջ պետությունների դա արդարադատական սյունն է, արդարադատությունն է, եւ այդ իմաստով մենք շատ ենք կարևորել այդ ոլորտը, որը պետք է փոփոխություններ տեղի ունենան անցումային փուլում։ Վերադառնալով ավելի պրակտիկ, նաեւ անվտանգության իմաստով, մենք գիտենք, որ ինչպիսի ռեգիոնում ենք գտնվում, մենք գիտենք ինչպիսի հարևաններ ունենք, նրանց ախորժակները մանավանդ որ 44 օրյա պատերազմից հետո ախորժակները բացվել են, այդ ամեն ինչը իմանալով շատ են կարևորում
շատ շուտ այսպես ասած, ինչպես ասեցի, քաղաքական այդ բորդալարը գտրելուց հետո կորձակցությունը սկսել մեր իսկական դաշնակիցների հետ։ Ցավոք այսօր մեր երկրում շարունակվում է երկար տարիներ է, այսօր եւս արդեն սրված ձևով այսօր շարունակվում է ընդրությունը նորից մեր առաջ մեր ժողովրդին ուզում են բարդատրել առնվազն հավանաբար 100-200 տարի այս թավաթիր ընդրությունը առաջ է կաշված եղել բարդատրելու այս ժողովրդին ընդրությունը կամ Ռուսաստան կամ Թուրքիա, հա, եթե նախկինում Օսմանյան գայսրություն, ցարական Ռուսաստան, այսօր այդ նույն թավաթիր ընդրությունը ուզում են բարդատրեն անցնաբես ես, այսինքն այս հանգամանքը այս բարդատրանքից դուրս գալու հանգամանքը շատ եմ կարևորում եւ այս իմաստով իմ պատկերացմամբ առաջի փոփոխություններից որ հարցը եղավ ինչ պետք է արվի, դա իսկական դաշնակիցներ ցերկ բերելն է եւ այդ գործակցությունը սկսելն է, որովհետեւ պիտի հասկանանք մենք, ինչպես ասեցի, նկատի ունենալով ինչպիսի մեր երկիրը աշխարհակրորեն ինչպիսի հատվածում է գտնվում, ինչպիսի հարևաններ ունենք, մենք իսկական դաշնակիցների քաղաքական անվտանգային օժանդակությունը այնքան կարիք ունի մեր նման երկրներ, որոնք պետք է ըստ էության ազգային պետության հիմքերը նոր տնեն։ Այս իմաստով տրագան այն է, որ այս օրերին մենք կարող ենք թվարկել ոչ թե 1-2 պոտենցիալ դաշնակիցներ, այլ 5, 6, 7 պատկերացրեք։ Այս իմաստով լավ է։ Այսինքն եթե 100 տարի առաջ աշխարհակահաղական զարգացումները 1918-1920 թվականներին ի վնաս մեզ բդդվեց, այժմ այդպես չի։ Այժմ ես կասեի հակառակն է, սակայն այս վիճակից հնարավոր է օգտվել, եթե մենք ունենանք ազգային գլուխ։ Այսպես, ես շատ եմ կարևորում հենց առաջին քայլը այդ աշխարհակահաղական արտաքին քաղաքական հստակ մեր շահերը սպասարկող թիրք վերցնել, այսինքն հայաստանագենտրոն թիրքերից վարել համարժեք արտաքին քաղաքականություն եւ իսկական դաշնակիցների հետ ցերկ-ցերքի դված մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, շատ լավ հասկանալով որ մեր երկրի պաշտպանությունը կամ մեր գորուսյալ տարածքները, հայրենի տարածքները վերադարձնելու գործը դա մեր ուսերին է, այ ժողովուրդը պիտի հասկանա, որ դա ինքն է անելու, կամ էլիտան պիտի գիտակցի, որ դա ինքն ու նվիրյալ շերտն է, որ ծանր բերը վերցնելու իր վրա, սակայն առանց օգտվելու իսկական դաշնակիցների հնարավորություններից սկզբնական շրջանում դա կարծում եմ անհնար է։ Եվ վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում դա մեզ հնարավոր կլինի այդ ուժը հավաքել եւ մեր պատկերացրած պաշտպանական ծրագրերը կյանքի գոչել, շատ էլ լսած կլինեն ազգ բանակ մեր պատկերացրած ծրագիրը, որի մասին մենք երկար տարիներ է խոսել ենք եւ այդ ժամանակ եւ այսօր մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը ունի այդ ներուժը, հայ ժողովուրդ ասելով մենք պետք է հասկանանք ոչ միայն Հայաստանա բնակ կամ հայրենիքում բնակվող հայությանը, այլ մենք պետք է մենք մեր ներուժը դիտարկենք համաշխարհային, սփռված ենք աշխարհով մեկ, այդ սփռվածությունը, այդ ամբողջ ներուժը, մտավոր ներուժը, մասնակիտական ներուժը, նվիրյալների ներուժը, որ այսօր աշխարհով մեկ սփռված է, ամբողջը շատ կարճ ժամանակում հնարավոր է կազմակերպել ի օգուտ մեր պատկերացրած երազած ազգային պետության ստեղծմանը։ Երկար կարելի է խոսել, փորձեմ կարճ պատասխանել, որովհետեւ Սև ջան արձագանքի երկու Այս հարցը ասավ միջազգային հարաբերություններին, մյուս հարցը հենց դրա մասին էր, երևի ամենա բարդ հակամարտություններից մեկի Պարսկաստանի, Իրանի եւ Արևմուտքի եթե Իրանի եւ Արևմուտքի հարաբերությունը սրվեն, այդ դեպքում ձեր կարծիքով Հայաստանը ինչ է կարող անել, որ կանխի մեր թշնամիների հարձակումները, ոնց կարող է պաշտպանվել Իրանի եւ Արևմուտքի Արևմուտքի սրման դեպքում
Այո, շատ կարևոր է Իրանը, որի մասին եւս մենք բարձրացնել ենք դարիներ է։ Մենք հասկացել ենք, որ մինչև Իրան արևմուտք հարաբերությունները չլավանան, այստեղ մեզ հնարավորություն չի լինելու զարգացման ունի մեջ ընկնելը։ Այսինքն հնարավոր կլինի դիմանալ, հնարավոր կլինի որոշ փոփոխություններ անել, սակայն լուրջ զարգացման ուղի բռնել հնարավոր չի լինելու մինչև այն ժամանակ, որ Իրանը արևմուտքի հետ գործընկեր չի դարձել։ Մեր կանխատեսմամբ ոչ ուշաբակային Իրանը արևմուտքի գործընկերն է դառնալու։ Եվ ես կարծում եմ, որ սարերի հետևում չի դա այդ ամենը։ Եվ ի դարբերություն Բայդենյան Միացյալ Նահանգների, որը բավական անթաղ եւ փափուկ էր գործում, Թրամփյան Միացյալ Նահանգները գործում է շատ ավելի գոշտ եւ արագ։ Այդ արագությունը մեզ շատ նպաստավոր է կարծում եմ։ Ինչպես ասեցի, բոլորս գիտենք նաեւ, որ ժամանակը ինչքան կարևոր է մեր համար եւ մենք գիտենք այսօրվա մեր առնական վիճակի մեջ ենք գտնվում, մասնավորապես 44 օրյա պատերազմից հետո այդ վայրեջքը սրընթաց է գնում։ Ուստի այդ փոփոխության ժամկետը շատ կարևոր է, որ շուտ տեղի ունենա։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկա ամիսներին մենք ականատես պիտի լինենք այդ փոփոխությանը։ Իրանում փոփոխության երկու սցենար կարող ենք առաջ քաշել։ Մեկը այն է, որ կան ուժեր, որոնք ցկտում են Իրանի մասնադմանը, այդ փոփոխությունը ծևով անեն։ Գա երկրորդ սցենարը, որը Իրանը մնում է ամբողջությամբ, ինչպես հազարավոր տարիներ մնացել է, եւ դեղի է ունենում իշխանափոխություն։ Դա կարող է դեղի ունենալ բալատական հեղաշրջմամբ կամ կարող է դեղի ունենալ ժողովրդի էջանշմամբ։ Իմ կարծիքով երկրորդ սցենարն է, որ ավելի հավանական է։ Եվ հուսով եմ, որ այդ փոփոխությունը պիտի լինի հնարավորինս անցնցում։ Ինչպես ասեցի, կան կողմեր աշխարհաքաղաքական, որոնք անպայման առիթից օգտվելով ուզում են այդ ցնցումները առաջացնել։ Հուսով եմ, որ այդ փոփոխությունը պիտի լինի շուտ, ամիսների ընթացքում, եւ հնարավորինս անցնցում։ Այստեղ որոշ չափով նաեւ հույսը որ գալիս է նաեւ դրանից, որ Իրանը ինքը պետական մտածելակերպի, պետական մտածողության, կառավարման մեծ փորձ ունի եւ չընդհատված, մի քանի հազար տարվա չընդհատված փորձ ունի։ Ես վստահ եմ, որ այդ փորձը իմաստուն հուշումներ է անելու եւ հնարավորինս անցնցում դուրս են գալու։ Եվ դրանից հետո պիտի սկսի, ինչպես ասեցի, մեր զարգացման հունը, անշուշտ այստեղ կարևոր է մեծ հաշվով նաև կարող եմ ասել Վրաստանը եւս սպասում է այդ Վրաստանի փոփոխությունները եւս սպասում է հավանաբար այդ իրանյան փոփոխություններին։ Եվ ինչպես տեսնում եք, Վրաստանն ու Իրանը այնքան կարևոր են։ Մենք եւս լինելով այդ շղթայի կարևոր օղակներից մեկը եւս կարևոր են իրենց համար։ Սակայն այստեղ կարևորակույնը այսօր կարևորակույնը Իրանն է, այսքանը։ Սև ջան, շնորհակալություն, փոխանցենք խոսքը Արաքսին, Արաքս ջան, խնդրեմ համեցեք։ Շնորհակալ եմ պատասխանների համար։ Կրկին ողջույններս, պարոն Սեֆիլյան, մինչ հարցադրումներս բարձրաձայնել են լսարանը ներքևում, ուզում եմ իրենց հիշեցնել, որ ձեր բոլոր հարցերը ես գրի եմ առնում, եթե ինչ-որ բան բաց թողնեմ, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք, բայց հնարավորինս բոլոր ձեր հարցերը գրի եմ առնում, ընթացքում, երբ որ մեր հյուրերը բոլոր իրենց հարցադրումները կանեն, ես ձեր բարձրաձայնած հարցերը պարոն Սեֆիլյանի համար կկարդամ։ Պարոն Սեֆիլյան, Եվս ներողություն Արաքսյան, եւս մեկ հավելում, ընկերներ ներքևում խնդրում եմ ձեզ կոռեկտ պահեք,
ավել բաներ ձեզ թույլ չտաք։ Շնորհակալություն։ Շարունակեք Արաքսյան։ Եվս մի հավելում, լիֆտում նստողները, երբ որ հյուրը խոսում է կամ հյուրը ինքը հարց է տալիս, խնդրում եմ բոլորը միկրոֆոնները անջատեն, որպեսզի միմյանց չխանգարենք։ Պարոն Սեֆիլյան, հաճախ այսպես հավաստի աղբյուրներից, բարձրաձայնվող հարցերից, սուր հարցերից եմ ես տալու, այնինչ որ շատ հաճախ է մեզ այստեղ հանդիպում այս լսարանում։ Կասեք խնդրեմ, ի վերջո կհստակեցնեք մեզ համար, դուք որ երկրի ագենտն եք, որովհետև ես լսում եմ դուք Մոսադի ագենտն եք, Ամերիկայի ագենտն եք, վերջերս իմացա նաև KGB-ի ագենտն եք, կխնդրեմ հստակեցնել, որ երկրի ագենտն եք։ Լուրջ ագենտները փորձացան չեն ասում իրենք, որ երկրի ագենտ են։ Նախ մինչև պատասխանել հարցին, Արաքսիին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Մենք ենք խնդրել Արաքսիին։ Հազար ներողություն, էլի կներեք, հազար ներողություն։ Որին եք ուզեի կնել։ Կամուջան, սպասի Ես հեսա գամ, հարցի պատասխանին հեսա գամ, Արաքսին ես հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ մենք խնդրել ենք դարիներ առաջ Տիկտոկյան ես կարևոր հարթագում հնարավորինս օգներ, օժանդակեր վերի քաղաքարները, մեր շարժման քաղաքարները տարածելու իմաստով, շնորհակալություն Արաքսի։ Շնորհակալ եմ վստահության համար։ Հարցին, այդ հարցին ես լուրջ չեմ վերաբերվում, հիմա դուք այդ հարցը անվանեցիք սուր հարց, մեծ անլուրջ հարց է։ Ես կամ այնինչ որ կամ, ովքեր ինչ հերուրանքներ ուզում են դարածեն, թող դարածեն, դարբեր երկրներում մենք Ռուսաստանյան մամուլից ինչ-որ բաներ ենք լսում, թուրքական մամուլից ինչ-որ բաներ ենք լսում, կամ այստեղ հայտնի շրջանակներ, բարբերաբեր ինչ պիտակ ուզում են փորձեն գծնել, կարծում եմ, որ այդ ոչ մի պիտակն էլ չի կարող գտնել, ովքեր որ հետևել են մեր գործունեությանը կամ այս դեպքում իմ անձնական կյանքին ովքեր մոտիկից ծանոթ են, պիտի հասկանան, որ այդ ամեն ինչ անհետեթություն է, բայց մենք նաև հասկանում ենք, որ այդ անպասանքները, այդ կեղծ դերակցությունները ունենում են ոչ չափով վնասում են մեր ընթացքին, բան չունեմ ասելու, այդ հզոր քարոզչա մեքենան, որ հագարագործից երկում է կրտում, մենք հզոր քարոզչա մեքենայի առաջ համարյա անզոր են, մեր ուժը, մեր անգեղծության, մեր նվիրվածության, մեր համառության, մեր մաքրության մեջ է եւ մեր կյանքը վկա է այդ ամենին եւ վստահ եմ որ առաջիկա գործունեություն եւս նույն կծովել ազնիվ կծովել կշարունակվի այսքանը Երկրորդ հարցը որ շատ հաճախ են ասում ես հատկապես եւս մեկ հարց տվեց որ պետությանը գուզեիք ագենտներ դե էլի անլուրջ է հիմա գտակով եք այդ հարցը տալիս թե լուրջ եք այդ հարցը տալիս եկեք լրջանանք եթե ուզում ենք ազգային պետությունը ստեղծել ապա բոլորս պետք է լինենք այդ գաղափարի ծառաները այդ գաղափարի ագենտները այո այսքանը այո Արաքսյան Երկրորդ հարցը, որ շատ հաճախ են մարդիկ այստեղ իրենց եթերներում բարձրաձայնում, Բևերը ֆինանսավորվում է Սորոսից կամ որևէ մի այլ կազմակերպությունից, չգիտեմ, կխնդրեմ հստակեցնել, դուք բարձրատրվում եք Սորոսի կողմից։ Այս հարցը եւս հայտնի հերուրանքների շարքից է, որ եւս մեծ վնաս է հասցնում, որովհետեւ մեր ժողովրդի բոլորը բադավոր չեն մանրամասն ուսումնասիրելու մեր անցած կյանքը կամ այսօրվա պայքարի մանրամասնությունները եւ այդ կարողությունը իր վնասարար ազդեցությունը ունենում է վստահաբար։ Բնականաբար այդ հարցի պատասխանը բացասական է, մենք Բևերը ոչ միայն Բևերը, դրանից առաջ տարբեր ցեվաչափերով թիմատրական շարժումների մեջ որ մենք եղել ենք, ոչ մի անգամ, ոչ մի առնչություն չենք ունեցել
ոչ միայն Սորոս հասկացողության, այլ որևէ օդար աղբյուրից որևէ սնում չեն ստացել, որևէ նաև հայտնի մաֆիոզական կամ օլիգարխիային շրջանակներից որևէ սնուցում չեն ստացել։ Այս սնուցով եղել է մեր ժողովուրդը եւ պատկերացրեք, ասենք այս ինֆորմացիոն բլոկադայի հանգամանքները նկատի առնելով մեզ հաջողվել է առնվազն մի քանի հազար մարդ այս օրերին իրենց սուղ հնարավորությունների մի մասը դրամատրել են եւ դրամատրում են մեր այս պայքարին, որի շնորհիվ մեզ հաջողվել է ոչ թե հասնելու մեր նպատակին, այլ հաջողվել է դիմադրությունը բավանել եւ այսպիսի շարժման գոյություն այսօր Հայաստանում արգա լինել, որովհետեւ մեր երկիրը գեղեցկող համագարկը շատ բան է արել, որ այսպիսի ինքնուրույն ազգային օղակ չլինի մեր երկրում, հալածանք, մահափորձեր, փանդարգություններ, ինչ ասես դեղի ունեցել, կամ մեջից այսպես ասած ղեկը փորձել վերցնել իրենց ցերկը, ինչպես Հայաստանում հայտնի է բազմաթիվ հուսացություններ այսօր ղեկավարվում են նույն կենտրոնից, դա չի հաջողվել իրենց, եւ այդ պատճառով այս հերուրանքները գնում են շրջանառության մեջ մեզ վնաս հասնելու, այդ վնասը հասնում է, բան չունեմ ասելու, սակայն ովքեր որ քաղաքականապես գիտակից են եւ որոշում են այս ծանր օրերին ակտիվանալ եւ մեր երկրին փորձել օգուտ տալ այս վիճակից դուրս գալու, այդ ժամանակ նշмарում են մեզ եւ այդ ժամանակ հետաքրքրվում են մեր ամեն ինչով եւ տեսնում են, որ բնականաբար մեզ սնողը, մեր Սորոսը, մեր ժողովուրդն է։ Եվ արիթից օգտվելով ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հազարավոր հայ մարդկանց, որոնք թոշակառուներ եւ մեզ օժանդակող մարդկանց, ես կասեի 99%-ը ոչ թե հարուստներ չեն, նույնիսկ ես կարող եմ ասել միջին ապահոված շերտից ցել ներքևը մեծ մասը որը ես կասեի որ հենց այստեղ այդ ազգային շերտի ինչ խոսել ենք որ շատ բարակ է մեր ժողովրդի ազգային մտածելակերպ ունեցող շերտը կամ այդ նվիրյալների շերտը սակայն այդ շերտը տարեր շարունակ այդ շերտին հաջողել է բաբանել մեր ամենի, այսինքն մեր էությունը, մեր ժողովրդին, մեզ հասել ենք մինչև այս օրերը։ Խոսքով, ես լավատես եմ, այն իմաստով, որ հակառակ այս տասնյակ տարիների այս դժվարություններին եւ ամեն կերպ խանգարող հանգամանքներին հազարավոր հայ մարդիկ տեսել են մեր թիմակցության փորձը եւ փորձել են օժանդակել մեզ, այսօր էլ փորձում են օժանդակել։ Երկին անգամ շնորհակալ եմ բոլորին։ Եվ վերջին իմ ավելի լուրջ հարցը կցանկանայի բարձրաձայնել։ Մենք վերջերս լսեցինք, որ Ալիևը Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքի ստորագրում է նախապատրաստում Իրանի դեմ հնարավոր հակամարտության դեպքում իր ուրույն մասնակցությունը ունենալու։ Թե ինչ կստանա այս հարցակումը եւ ինչ խորությամբ կլինի, դժվար է սպայն ասել, բայց եթե ենթադրենք, որ խորացավ, ինչ է սպասվում Հայաստանին այս դեպքում եւ ինչ պետք է անի Հայաստանը հիմիկվանից ու ինչ եք դուք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Եթե դա հնարավոր եղավ, այդ ռազմական դաշնակցությունը, որ ինքը ուզում է։ Միշտ էլ ամենավատ սցենարներին էլ պետք է պատրաստվել, եթե մանավանդ եթե խոսում ենք վատ սցենարներից, առավել եւս այսօրվա ապազգային իշխանություններով, մեղմ ասած ապազգային, ես կասեի արդեն Թուրքիայի ընտագա, ռուսա-թուրքիայի ընտագա, բայց շեշտը այս վերջի ժամանակներում պիտի տնենք Թուրքիայի ընտագայությանը, դրա վառ ապացույցներ վերջերս Թուրքիայից ժամանած
թղթագիտների մեծ խումբը, որոնք Փաշինյան երևույթից հարցազրույց էին վերցրել։ Ուզեմ ասել, բնականաբար ամենավատ սցենարին եւս պետք է պատրաստ լինի, բայց այդ պատրաստ լինելու համար պիտի լինել պետություն։ Այսօր մենք պետություն չենք։ Ուստի այդ իմաստով ինչքան շուտ հայության հաջողվի այս բադոհասից ցեպազատվել եւ ցևավորել ազգային գլուխ, այդքան լավ։ Այսի մի նպատակ է կարճաժամկետ առաջնային նպատակն է այսօր մեր բևերի, որի ուղղությամբ մենք ամեն օր զբաղվում ենք։ Ինչ վերաբերում է ինչպիսի սցենարներ կարող են լինել, մենք խոսում ենք ամենավատ սցենարից, բայց ես չեմ կարծում, որ այդ ամենավատն է լինելու։ Ես միջին արևելքի զարգացումներին վերջի 1-1.5 տարին փորձում եմ հնարավորինս մոտիկից հետևել եւ Իրանի նահանջը, բարդատրված նահանջը միջին արևելքից առնվազն 3-4 պետություններից ես այդ ամեն ինչի մեջ տեսնում եմ այդ տակտիկական նահանջը, որ տեղի է ունենում, այսինքն հարավից, Իրանից դեպի հարավ հատվածից, նույնը տեղի չի ունենալու հարավային ճակատում, Իրանի հյուսիսային ճակատում նույնը տեղի չի ունենալու։ Այստեղ ավելի շատ Ադրբեջանը մտածելու տեղի կունի, եթե հանկարծ մի օր Կարմիր գծերը անցնեն, Իսրայելը փորձի անցնել եւ առավել եւս Ադրբեջանը օգտագործելով, այստեղ ավելի շատ Ադրբեջանը մտածելու բան ունի, քան թե մենք, որովհետեւ Իրանի նման պետության համար Ալիևի ստեղծած պետությանը ձունգի բերելը ժամերի հարց է։ Եվ եթե Իրանը մեծ միջին արևելքում բարդատրված տակտիկական նահանջը իրականացնեց, ապա այդ հյուսիսային բարդատրանք, որը թուրքական կողմի են լինելու, այստեղ Ադրբեջան եւ Թուրքիա կարելի է նաեւ ինջակատում դիտարկել, դա Իրանը դա թույլ չի տալու։ Վստահաբար այս հարցում ես կարծում եմ, որ Իրանը մենակ չի մնալու նաեւ աշխարհը այսօր առաջատար երկրների կողմից, որոնք գլխավոր խաղացողներն են։ Ուզեմ ասել, եթե հանկարծ ցերասածը դեղի ունենա, Ադրբեջանը ավելի շատ մտածելու բան ունի, եւ մեծ հաշվով ես այն կարծիքին եմ, որ Ալիևյան իշխանությունը, Ալիևյան ստեղծած պետությունը իր լավագույն ժամանակները արդեն ապրում է եւ այս վերելքը երկար չի շարունակվելու։ Այսօր կարող ենք ասել, որ հարավային Կովկասում կամ ինչպես մենք ենք ասում այսր Կովկասում Ադրբեջանին իրոք հաջողվել է աշխարհակահաղական գլխավոր կորձոնի վերածվելու, սակայն ես վստահ եմ, որ երկար չի տևելու դա եւ այդ նահանջը շուտով սկսելու է։ Այդ նահանջի մեջ նաեւ Իրանի թերակատարումը մեծ է լինելու։ Եվ ես լավատես եմ այն իմաստով, որ այսօրվա այս արհեստական պետությունը, որ Ալիևները ստեղծեցին, որոշ ժամանակ հետո գա հնարավորություն, որ դա չլինի։ Եվ այս իմաստով հենց հայկական պետություն ստեղծելուց մենք որ խոսում ենք, նաև հայկական շահեր պաշտպանելուց որ խոսում ենք, գորուսյալ տարածքները վերադարձնելուց որ մենք խոսում ենք, ոչ միայն Արցախյան վերջի ժամանակների գորուսյալ տարածքները, այլ Նախիջևանը, Քարթմանքը, այդ ամենի հետ վերադարձնելու հնարավորությունը ես շատ մեծ եմ տեսնում։ Ալիևյան ստեղծած պետության հզորությունը դա մագերեսային երևույթ է։ Այնտեղ լուրջ հիմք չկա։ Այդ պետությանը փլուզելը դա դժվար չի։ Մի խոսքով ես վստահ եմ, որ այսօրվա Ադրբեջանի քաղաքական, ռազմաքաղաքական վերելքի կետը իր առավելագույնն է։ Շուտով սկսելու է այդ վայրեջքը։ Կարևորը մենք դիմանանք, կարևորը մենք հայերս
խելքի կանք ներազգային իմաստով առնվազն ազգային մտածելակերպ ունեցող շրջանակները կարողանան իրար հետ կորձակցել սովորեն, հստակ օրագարկի շուրջ կորձակցել։ Ինչ կապ ունի ով ում հավանում է, չի հավանում, սիմպաթիա ունի, չունի, այս ամեն ինչ մի գոմ պիտի թողնել, կամ ինչ-որ փամփասանքներով ինքը գարձիկ է ձևավորել այս ուժի կամ այն ուժի նկատմամբ, մեզից է կախված, սիրելի ժողովուրդ, մեզից է կախված, բոլորը պետք է իմանան, որ մենք այս հոգեվիճակի մեջ ենք եղել միշտ, ներազգային համերաշխ մթնոլորտը ստեղծելու, հստակ օրագարկի շուրջ կորձակցելու հոգեվիճակում ենք եղել երկար դար, այսօր էլ նույն հոգեվիճակում ենք։ Եվ ես վստահ եմ, որ այս ջիկը, որ մենք այսօր թափում ենք, վերջ-վերջո իր արդյունքը տալու է։ Եվ այստեղ մենք որպես քաղաքական ուժ հատուկ, այսպես ասած, հավակնություններ բարդատրող դիրքերից չէ, որ այդ աշխատանքը դանում ենք։ Մեր համար մեր նպատակը, այսինքն մեր համար արդյունք է այն, եթե նպատակին հասնում ենք։ Թե ինչ միջոցով այդ ամբողջ ընթացքին մեր շարժումը ինչպիսի դերակատարում ունեցել, բաժին ունեցել է, չի ունեցել, դա երկրորդական է։ Մեր համար կարևորը նպատակին հասնելն է, որը այս դեպքում գարաժամկետ նպատակը օր առաջ այս արհավիրքից ազատվելն է եւ ազգային պետության հիմքերը տնելով ազգային պետության հիմքերը տնելն է։ Այսինքն օրագարկը հստակեցնել, հերացում, բադուհասի հերացում, անցումային կառավարության ձևավորում եւ նոր դրանից հետո արտահայտ ընտրություններ։ Անշուշտ անցումային փուլի ժամանակ շատ կարևոր է վերջապես ազգային սահմանադրության ծնումը, որը պետք է լինի ապակա Հայաստանի ազգային իշխանությունների դեսլականը ստեյության, որ դրանից հետո ինչպիսի փոփոխություններ էլ որ լինի իշխանական, այդ սահմանադրությունը ինքը պետք է թերը կատարի մեր երկրի ազգայինի պահպանման, մեր երկրի ազգայինի հզորացման, իղձերի պահպանման եւ այլն եւ այլն։ Ուզում ասել, այն ինչի մասին որ խոսում ենք, մենք նոր չէ որ մտածել ենք, նոր չէ որ ունենք աշխատություններ, առնվազն ես կարող եմ ասել 15 տարի առաջվանից մենք ունեցել ենք աշխատություններ անցումային փուլին վերաբերող, որը մի քանի տարի անգամ փորձել ենք թարմացնել, վերանայել, որովհետև ինքը կյանքը կանգնած վիճակում չի, որևէ ծրագիր բարբերաբար միշտ թարմացնելու, նորացնելու, կատարելագործելու խնդիր ունի, այս իմաստով բևերը ծրագրային իմաստով պատրաստ է։ Սակայն ինչպես ասեցի քիչ առաջ, մենք հավակնություն չունենք առավել եւս որևէ բարդատրանք կամ պայմաններ չենք դնում որևէ շրջանակի հետ գործակցելուց, ասելով որ պիտի մեր ունեցած ծրագիրը ամբողջությամբ կատարվի ծայրից ծայր։ Մենք մեր ունեցած ծրագրին կարող ենք հասնել փուլերով, բայց կարևորը մեր եթե բարդատրանք կա մեր կողմից, մեկն է բարդատրանքը, այդ փոփոխությունը որ պիտի լինի, փոփոխությունը պետք է լինի արմատական եւ ընթացքը պետք է լինի իրոք թեպի զարգացման, այլ ոչ թեպի խապկանք, ինչպես որ 18 թվականին տեղի ունեցավ։ Շնորհակալություն, պարոն Սեֆիլյան, Արաքսյան վերջացրեցիր խոսքը փոխանցենք մեր ձեդոին, բայց այդտեղ մի լեզվական խնդիր ունենք, ձեդոն ռուսերեն է խոսում, պարոն Սեֆիլյան, եթե բանակը ես կարող եմ թարգմանել ձեդոյի ասածները։ Ձեդո ջան, ես հայերեն սովորում եմ, բայց ինչ կարողանամ հայերեն ասել, ես հայերեն կասեմ։ Թող ինձնից ոչ ոք չնեղանա այսօր, բայց ես այսօր ժիրելին պետքա փախցնեմ ձեզնից ոչ թե երկու հարց, потому что այդ հարցերը այսօր հարցերը շատ բան ցույց կտա։ Ժիրայր ջան, ես քեզի ճանաչում եմ, ինչքան գալիս եմ Հայաստան, ինչքան ձեր այդ ելույթները կա, մենք գալիս ենք ձեր մոտիկ տղերքը նվերված ձեզ տղերքը իմ մոտիկ ընկերներ են,
Так что ես սկսեցի շատ կներեք որ этот երկու вопросы не задам երկու հատը այնտեղ մեկիչ շատ է էլի շատ է ոչ թող 3 լինի, թող 3 լինի, Ձեդո ջան։ Հա, չէ, ավելի շատ, թե չէ, вообще ուրիշ տեսակի եթերները կանցկացնել։ Ուրեմն Ժիրայր ջան, ուզում եմ մի հատ առաջուց հարց տամ։ 2000 թվից, ну он сказал, да, с 2000 года он перешел, уже войну оставил, перешел на политическую работу, да? Да. Это 2000 твиц. Вот эти все ошибки, которые у вас были до последних выборов, когда вы набрали, по-моему, около 3% голосов. Միջև վերջի ընտրություններին 3% ձայն էր հավաքել ազգային ժողովրդական Какие выводы ваша организация БВР сделала и что она делает для того, чтобы вот на этих выборах сегодня БВР набрал бы хотя бы 30-50% голосов? Ասма ինչ ենթադրություններ արեցիք նման տոկոսներից հետո եւ ինչ եք անում որ մյուս հայտագա ընտրություններին 30 կամ 50% ձայներ կարողանանք հավաքել։ Հասկանալի է, նախ ընտրություններին այո մենք մասնակցել ենք, միաժամանակ հասկանալով որ մեր երկրում հնարավոր չէ լուրջ փոփոխություններ ընտրություններով իրականացնել, առավել եւս իշխանապողություն անել ընտրություններով։ Այս 30 տարին ինքը ապացուցել է, որ դա հնարավոր չէ, այժմ եւս ես այդ կարծիքին եմ։ Մարտավարական իմաստով այս վերջի անգամ երկու անգամ մենք մասնակցել ենք վերջի տարիներին, մեկը 18 թվականին էր, մյուսը 21 թվականին։ 18 թվականին կարծես թե իմաստ ուներ մասնակցելու, սակայն բնականաբար մենք ընդամենը հույս ունեինք, որ պետք է հայտնվենք ազգային ժողովում, որովհետև որպես քաղաքական ուժ, որը երկար տարիներ դեղեցության իմաստով շրջապատման մեջ է եղել, եթե մենք հայտնվենք ազգային ժողովում, թեկուզ քիչ քանակով, վստահ եմ, որ ամիսներ կամ 1-2 տարի հետո մեր ուժը կդառնար մեր ընկերոջ ասած 25-30%-անոց ուժը։ Սակայն այդ պատճառով 18 թվականին արհեստականորեն նրանք թույլ չեն տվել, որ մենք մտնենք ազգային ժողով։ Մենք վստահաբար ունեցել ենք 5% հաղթահարած ենք եղել մենք, փաստացի հաղթահարած ենք եղել, նրանք թույլ չեն տվել։ Ես ունեմ նաև ունեցել եմ դերակցություններ, մանրամասնություններ եւ ինչպես գիտեք, ինչպես ասեցի, նաև բոլորդ գիտեք, որ ընտրությունները ավելի շատ վերջում որոշում են քանի տոկոս ում դրամատրեն։ Այդպես եղել է, մինչ այսօր էլ այդպես է ցավոք։ Այդպես կմնա մինչև այն ժամանակ, որ այդ գեղեցկող համագարկը իշխում է մեր երկիրը։ Մինչև այդ համագարկը չփլուզվի, Հայաստանում ընտրություններով իշխանապողություն, առավել եւս արմատական փոփոխություն իրականացնել հնարավոր չի։ Ամեն դեպքում մենք ընտրություններ հասկացողությունը, ինչպես ասեցի, դիտարկել ենք, այսօր էլ դիտարկում ենք որպես մարտավարական քայլ, ոչ թե որպես մի քայլ, որի շնորհիվ պիտի կարողանանք մի քայլով հասնել մեր նպատակին, ոչ, այդպես չի։ Բայց առավել եւս օրինակ այս Բադուհասի օրոք ես չեմ պատկերացնում, այսօր եթե հարցնեք, ես չեմ պատկերացնում ընտրությունների մասնակցելու իմաստունի արդյոք։ Անշուշտ բահ որ կա, երբ որ արտահերտ կամ ոչ արտահերտ ընտրություններ լինեն, եթե պիտի լինեն, այդ ժամանակ խոսենք։ Այսօր մենք ավելի շատ կենտրոնացած ենք այս Բադուհասին օր առաջ հերացնելու օրակարգով։ Ճիշտ պիտի լիներ բոլոր ազգային մտածելակերպ ունեցող շրջանակները իրոք կենտրոնանային այս օրակարգի վրա։ Որովհետև եթե թողնենք ժամանակը անցնի, այդ ժամանակը անցնելով գիտենք մենք ինչպիսի վնասներ ենք կրում, առավել եւս այս վերջի 2 օրերի զարգացումները եւս մեզ հուշում են, որ մենք մեր քայլերը պետք է արագացնենք։ Ինչ վերաբերում է ռեյտինգի հետ կապված, արգանիշի բարձրացման, ես ասացի, որ երբ փլուզվի այս համագարկը, գեղեցկող համագարկը, երբ որ հավասար պայմաններ լինեն մեր երկրեն ներս, մեր նման ազգային ուժը շատ ավելի արդեն հասանելի կլինի մեր ժողովրդին, եւ վստահաբար այդ ժամանակ իրական արգանիշները ի հայտ կգան։ Ամեն դեպքում
մեր վարկանիշը այն չի, որ այսօր ինչ ներկայացնում են, այսօրերին բարբերաբար հարցախույզներ են անում տարբեր կենտրոններից, մեկը ինչ որ 0.7 է դրամատրում, մյուսը 1.1 է դրամատրում մեզ։ Ես վստահ եմ, որ շատ ավելին է, ես կարող եմ ինտերեգություն էլ ասել, որ ասենք մենք ես երբ խոսում եմ Գեղեկո համագարկից, առաջնահերթորեն նկատի եմ ունեցել Մոսկովյան այդ համագարկը, որ կառավարել է մեր երկիրը, հենց Մոսկվաներից, որը միշտ խոշորացուցով հետևել են մեր ուժին եւ նրանք միշտ էլ մտահոգ են, որ հանկարծ այս ուժը չկարողանա ժողովրդային իմաստով գլուխ բարձրացնել, նրանք բարբերաբար անում են իրենց հարցախույզերը եւ վերջերս մենք դերակցություն ենք ստացել այդ բարեփոխտաբար կան ամենտեղ մարդիկ հայ մարդիկ որոնք մտածելով մեր ազգի ապակայի մասին գործում են օգնած լինել այդպես էլ մեզ ճանենալով միտական ինչ որ հնարավորություններ դերակցային այսպես ասած ապահովում ունենալու համար շնորհիվ նվիրյալ մարդկանց մենք նաև ինֆորմացիայի իմաստով բավական դերակացված ենք այդ վերջի դերակցությունը այն էր որ Կրեմլում գա գարձիկ ցեղավորված որ մեր ուժի վարկանիշը երկնիշ է սա անշուշտ ես չեմ ուզում հալածյուղի նման ընդունել բայց վստահաբար նրանց շարժուցևից երևում է որ խիստ մտահոգ են եւ վատահական չէ որ վերջի ամիսներին մեր նկատմամբ գնալով հասկանում է այդ հերյուրանքների հարցակումները խնդիր է տրված դա էլ դերյակ ենք որ այս ուժը 6%-ից ավելի բեք չէ հավաքի այսինքն սա էլ հետաքրքրական է եթե նախկինում խնդիր էր տրվում որ այս ուժը բեք չէ մտնի ազգային ժողով հավանաբար այսօր իրենք հասկանում են որ չեն կարող մեր թեմը փակել սա միջի այլոց եմ ես ասում բայց չեմ ուզում շատ կարևորել որտեղ այսօր ես ավելի շատ կարևորում եմ օր առաջ այսօրվա այս բադոհասից ձերբազատման աշխատանք երկար եմ խոսում Մերսի հիմա երկրորդ հարց ամենակարևոր հիմա ես ձեզ պաշտպանում եմ այս մեր աղջիկը որ ձեզի տվեց այդ հարցը ասեց դուք Սորոս եք տամ, չգիտեմ որ բանի վրա աշխատում եք, որ ինչ կագենտ եք, Մոսադի կագենտ եք, KGB-ի ես ուզում եմ սաղին բացատրեմ, այսօր որ սաղը լսեք եթե ինքը կլիներ Սորոսի մարդը, իլի ագենտը, ինքը կկշեր Մայբախը, իրա մոտ մի 30 հոգի կեղներ ախրանիկ շրջապատը, так что эти միանգամից երևումը որ այդ մարդը իրանց հետ գործ չունի հիմա երկրորդ հարց էդի ես ձեզ պաշտպանեցի հիմա երկրորդ հարց դուք նավերնը սաղը որ հիմա այդ հայկական պոլիտիկայով զբաղվում է չեք նկատել որ Ալիևը շաբաթվա մեջ երկու անգամ ասում է ռուսները այդ միրատվորցիները պետք է դուրս ելնեն այ նայեք ինչ է կատարվում Հիմա это շատ такой вопрос, или очень такой сложный вопрос. Դուք ասիք որ կարող է մի քանի ամիս մնաց Փաշինյանին հանեն։ Այսօր։ Հիմա նայեք ինչ է կատարվում։ Ալիևը իրան ճղում է որ միրատվորցիները դուրս ելնեն, вроде бы этոնք դուրս ելած են, չկան այնտեղ։ Բայց նայեք ինչ կարող է կատարվի այսօր։ Միջև ամսի 9 Ռուսները սպասում են այդ ամեն ինչը նոյեմբեր, այս տարվա ամսի 9 նոյեմբեր, ասենք թե Փաշինյանին հանին, ռուս զորքը կմտնի, լաչինը կբացի, ժողովրդին կթողնի նորից Արցախ, կասի ժողովուրդ ջան, մենք ռուս ենք, մենք ձեզի փրկինք։ Այդ վաղտը 70% հայությունը կասի ռուսները եկան, մեր աստվածները մեզ փրկին։ Դուք կմնաք բորդյուրին։ Կարող է պատահի այդպեսին էլ խաղ ռուսները անեն հայոց հերոսների դեմը, հայոց ժողովրդի դեմը։ Այո, ամեն ինչ հնարավոր է։ Ասենք Ռուսաստանը
բարձ է որ նահանջում է, սակայն նաև մենք գիտենք, որ գայսրությունները որոշումով չեն նահանջում, այսինքն ինչքան էլ որ այսօր թուլացել է Ռուսաստանի թուրքերը հարավային Կովկասում, նրանք անընդհատ մոգոնում են ծրագրեր նորից ու նորից հարավային Կովկասը ամբողջությամբ նորից իրենցով անելու։ Այս տեղեկությունը մենք նաև ունենք։ Նույն Վրաստանի օրինակը դա փաստ է, այսօր սարեցված վիճակ է այնտեղ։ Հայաստանից Ռուսաստանը դուրս չի եկել, ազդեցությունը չի վերացել, այսօր շատ լուրջ ազդեցություն ունի Ռուսաստանը Հայաստանում։ Ադրբեջանից դուրս են եկել եւ այնտեղ դրանց ազդեցությունը շատ քիչ է, կարելի ասել, այսօրերին կարող ենք ասել Ռուսաստանը շատ ավելի պետք ունի Ադրբեջանին, քան թե Ադրբեջանը Ռուսաստանին։ Այս ամենով հանդերձ Ռուսաստանը պլանավորում է նորից հարավային Կովկաս վերադառնալ, այսինքն քո ասած այդ պլանները կարող են կյանքի կոչել։ Եվ ավելին մենք մի ամիս առաջ մենք պաշտոնապես դրել ենք շրջանառության մեջ մի դեղեցություն, որը ստացել ենք, որը հետևյալն էր, ադրբեջանա-ռուսական մի ծրագիր կա, որ այս ամիսների ընթացքում պատրաստվում են իրենց պլանը հետևյալն է, ուրեմն առաջնահերթորեն պիտի Արձվաշենը վերադարձվի Հայաստանին, Արձվաշենը պիտի գապվի Հայաստանին միջանցքով, Մյուս միջանցքը պիտի Ադրբեջանը դրամատրի Հայաստանին Գորիսից Ղապան այն ճանապարհը, որ այսօր իրենք վերահսկում են, դա որպես միջանցք դրամատրելու են հայկական կողմում։ Պարզ է, որ այս երկու միջանցքների փոխարեն իրենց միջանցքը պիտի վերցնեն դեպի Նախիջևան։ Այս ծրագիրը ես կարող եմ ասել, որ այժմ արդեն դրված է շրջանառության մեջ։ Այսինքն շաբաթներ առաջ, երբ մենք լսել ենք նորից սահմանակցման աշխատանքները վերսկսել են հյուսիս-արևելքից, ինչ-ինչ պատճառներով մերթ կանգնում է այդ աշխատանքը, որտեղ շատ խառնակ է այս օրերին աշխարհը, Թրամփյան ժամանակները շատ խառնակ են, բայց այդ ծրագիրը արգա է եւ նրանք ասենքն ադրբեջանա-ռուսական այս ծրագրի նպատակը մեծ հաշվով այն է, որ վերջո ադրբեջանական կողմը ինքը իր միջանցքը պիտի գործի հայկական կողմից, դրանից հետո Հայաստանում պետք է իշխանապողություն լինի եւ նոր պրոռուսական իշխանությունները, որ պիտի հայտնվեն երկրի ղեկին, պիտի ասեմ, որ տեսակ այդ գորուսները կատարեց հայտնի Փաշինյանը, ամեն ինչ հիմա փաստի առաջ են կանգնած եւ եթե Փաշինյանը մնար պիտի Հայաստանը դառնար թուրքական վիլայետ, լուծումը այսօր մեզ մնում է դառնանք ռուսական գուբերնիա։ Այսինքն այս պլանը այսօր գործի մեջ է։ Մենք այս մասին մի ամիս առաջ խոսել ենք։ Այսօր ես որ հետևում եմ անցուդարձերին, մի մասին որ չափով բարձրացնում ենք, մի մասին ագավին չենք փակագզերբացում, բայց կարող ենք ասել այդ պլանը գործում է։ Սակայն դա չի նշանակում, որ իրենք հաջողելու են։ Ուզեմ ասել, քո ասած նույնանման մտահղացումները, այդպիսի փորձեր ռուսական կողմից սպասելի է։ Միաժամանակ ռուսական կողմը նաև իրենց մոտ որոշում կա, երբ նրանք տեսնեն իրենց ուժը չի բադում եւ չեն կարողանալու Հայաստանը թեկուզ գուբերնիայի ղարքավիճակով պահպանել, ապա նրանք նախընտրում են Հայաստանը դառնա վիլայետ Թուրքիայի, քան թե Հայաստանը մնա Հայաստան իր արևմտյան գործընկերներով։ Սա եւս վերջերս բազմաթիվ ռուս փորձագետներ խոսում են, որի մասին մեր շարժման ներկայացուցիչներ դարիներ առաջ այս մասին մենք խոսել ենք։ Այս իրականությունը մենք տեսնում ենք եւ այս պատճառով է, որ վերջերս մենք երբ խոսում ենք համախմբումից եւ գործակցությունից հստակ շուրջ, այսպես ասած
անցնաբես իմ կողմից առաջ քաշված կարևորագույն պայմաններից մեկը այն է, որ այս անգամ այս օրագարկի շուրջ ովքեր որ պետք է, իսկ ճաճվայում ասած օրագարկի շուրջ ովքեր որ պետք է համախմբվեն, այդ մարդիկ շրջանակները պիտի լինեն ռուսական եւ թուրքական ազդեցությունից դուրս։ Լուծումը մենք պետք է հասկանանք վերջապես որ այս երկու երկընտրանքից դուրս պետք է լինի։ Հիմա հենց ես կասեի այդ ժամանակներն են։ Այսինքն ոչ գուբերնիա, ոչ վիլայետ եւ գա դա իրականացնելու աշխարհակահաղական հնարավորությունները։ Ի դարբերություն 20 թվականին 1920 թվականի առաջին հանրապետության մասին է խոսքը, որտեղ դարբեր այնպես չէ որ այդ ժամանակվա քաղաքական էլիտան նվիրվածներ չէին, հայրացիներ չէին, այդպես չէ։ Աշխարհակահաղական զարգացումները բավական ի վնաս մեզ էին եւ մեր ուժը չբադեց եւ այդ պատճառով դեղի ունեց խորհրդայնացավ Հայաստանից։ Այժմ ես կասեի որ աշխարհակահաղական զարգացումները օգուտ մեզ են եւ հաստատ եւ որևէ թեկուզ փոքր գորիս ազգային մի գորիս այս խնդիրը դնի մենք այդ հաջողություն ունենալու ենք եւ այժմ առաջիկա ժամանակներում մենք արդեն այդ process-ի մեջ ենք փորձում ենք տարբեր մարդկանց եւ շրջանակների մոդենալ մարդիկ որոնք ինչպես ասացի դուրս են թուրքայի ենթակայությունից եւ ռուսայի ենթակայությունից միջայլոց ասեմ նաեւ որ վերջի տարիներին մասնավորապես Արցախի այսքո դերի ունեցածից գորուստից հետո մանավանդ հայաթափումից հետո շատերի աչքերը բացվել են շատերի եթե նախկինում շատեր չէին նկատում որ Ռուսաստանը թուրքական կողմինի նման թշնամի է մեզ այսօր մեծամասնությունը հասկացել է որ ինչքան թուրքական կողմն է Հայաստանի թշնամի նույն չափ Կրեմլը եղել է այսօր Հայաստանի եւ հայության թշնամի ես կարծում եմ վերջապես այս փոփոխությունը ազդելու է նաեւ այս ամեն ինչին որ իրոք մենք մոտենանք եւ վերջապես հասնենք մեր նպատակին Еп, барон Сефилян, Эдуард, последний вопрос и все, пожалуйста. Ես թարգմանեմ, ասեց վերջի հարցը խնդրեմ։ Еп դուք զգացեցիք, բարոն Սեֆիլյան, որ մոմենտին զգացիք, որ ռուսները Արցախը արդեն տվել են։ Կներեք, ես առաջուց ձեզ կասեմ, դուք հետո ձեր պատասխանը ասեք։ Հիշում եք, որ դուք գնացիք մեքենաներով դեպի Արցախ, ձեր մեքենաները փշրել են, ջարդել են, այն վաղտը մտածումը չկար, որ այնտեղ մի բան կատարվում է։ Այն վաղտից չէիք մտածել, որ մի բան կատարվում է։ Եթե այդ ժողովուրդը որ առուն էր թափում այդ Արցախի համար, երբ որ այդ ժողովուրդը կռվող ժողովուրդը գալիս էին ձեր մոտ, ինչի այդպեսին կեղտոտություններ եք արել։ Ով էր մեղավոր, ռուսների ձեռքը մեջը չկար։ Անշուշտ կար եւ ասենք դա դեղի էր ունեցել 15 թվականին հունվար 31-ին, եթե չեմ սխալվում։ Մենք հենց այդ ահազանգով էլ ուզում էինք Արցախի մարզ այցելել, իրազեկելու մեր ժողովրդին, ինչպիսի արհավիրքներ են մեզ սպասում։ Մենք կանխատեսում ենք պատերազմ, մենք կանխատեսում ենք Արցախի աբխազացում, այդ մասին խոսել ենք, բարձրացան ասել ենք։ Մերթ խոսել ենք Գարսի ամրոցի պատմությունը կարող է գրգռվել Արցախի հետ, այդ մասին խոսել ենք։ Ցավոք մեր ուժը չբադեց եւ քարոզչական եւ ամեն իմաստով համագարքին հաջողվեց մեր թեմը առնել եւ մեր ժողովրդին մոլորացնել։ Ես մեր ժողովրդին չեմ մեղադրում։ Մանավանդ Արցախի ժողովրդի վերահսկողությունը ես շատ լավ գիտեմ։ Այնտեղ շատ բնակչության քանակը շատ ավելի քիչ էր, կառավարումը այնտեղ շատ ավելի գոշտ էր եւ շատ ավելի ուղղահայաց էր, շատ ավելի վայրենի էր այդ կառավարող համագարքը, որը ենթակա էր այսպես ասած մասնաճյուղներ
գլխավոր կառավարող համագարքի, որը եւ կառավարում էր Երևանը, ամբողջ Հայաստանը։ Խոսքը վերաբերում է իմ քիչ առաջ ասած հայտնի այդ քաղաքական բորդը, որը Մոսկվայից մի քանի 100 տարի է արգա է, որը կառավարում է մեր երկիրը։ Բնականաբար այդ ամսի հունվար 31-ի մեր նկատմամբ ոդացկությունը որ կատարվեց հայ մարդկանց ցերկով, սակայն այնպիսի հայ մարդկանց, որոնք ենթարկվում էին Ռուսաստանի կողմից նշանակված գործակալներին։ Մեծ հաշվով այդ օրերին Սերժ Սարգսյանն էր Սերժ Սարգսյանն ինքը իր հերթին փորձեց ծառայություն մատուցել Մոսկվային, իսկ Ստեփանագերդի ղեկավարությունը իր հերթին փորձեց ծառայություն մատուցել Սերժ Սարգսյանին։ Եվ քանի որ մենք գիտենք դրանց մագարտակը, Ստեփանագերդի ղեկավարության կառավարման մագարտակը, նաև նրանց ըստ էության ամարտկային մոտեցումները, ստացանք այդպիսի վայրակություն։ Եվ այդ ամեն ինչը ինչ որ չափով այդ օրերին կարծես 100,000-ավոր հայ մարդկանց ինչ որ աչքեր բացեց, շատեր հասկացան, որ արդեն ինչ որ բան այն չի, որովհետև եթե նորմալ մենք որ միշտ ասել ենք բեդություն չունենք, մարդիկ չէին հասկանում։ Այդ թեփքը հավանաբար շատերի աչքերը բացեց, սակայն քիչ էր այդ ամեն ինչը, այսինքն այնքան խորն է եղել մեր մեջ աբաքաղաքականությունը, այսինքն քաղաքականությունից հեռու լինելը, այնքան խորն է եղել մեր մեջ ռուսական կողմին վստահելը, որը մեզ արժեց Արցախի հայատապում։ Մենք շատ թանկ վճարեցինք, այսինքն մենք փորձում ենք կանխել այս ամեն ինչը եւ այսինքն դա կկանխվեր, եթե այդ ժամանակ Արցախում բնակվող մեր ժողովուրդը, Հայաստանում, մասնավորապես Երևանի ժողովուրդ շատ ավելի որոշիչ էր այստեղ ինչ այլուց։ Մեծամասնություն այդ ժամանակ գիտակցեր, որ չի կարելի վստահել ռուսական կողմին, այս հավիկը դեղի չէր ունենա։ Մեզ չհաջողվեց, մեր խոսքը դեղ չհասավ եւ դեղի ունեցավ ամենավատը, վատարակույնը, այդ Լավրովյան պլանի կյանքի գոչերի թեմ որ մենք պայքարում ենք, ես չէի պատկերացնում այսպիսի վայրակությամբ կանեին։ Պատկերացրեք, որ ես այսպիսի վայրակություն ես չէի պատկերացնում։ Եվ ինչ ասեմ, շատ թանկ ենք վճարել, որ այսօր եթե ես ասում եմ, որ մեծամասնությունը արդեն հասկացել է, որ որոնք են մեր ովքեր են, որ պետություններն են մեր թշնամիները, շատ կարևոր է սա։ Իրավիճակի գնահատականը շատ կարևոր է, որովհետև չի կարելի թշնամիների մեջ ընդրություն կատարել։ Պատկերացրեք, այսօր դակավին փորձում են շարունակել բարդացրել մեր ժողովրդին ընդրություն կատարելու թշնամիների մեջ։ Այս թշնամին թե այն թշնամին։ Պիտի դուրս գալ այս բարդացրված երկընտրանքից, ինչպես տեսնում եք, արդեն մենք հստակ ուղին տեսնում ենք, առավել եւս որ այստեղ նաև հուսադրող այն է, որ այս օրերին Երևանում արգա է այսպիսի քաղաքական ուժ, որը կարողանում է TikTok-ով հանգիստ խոսել, հա, մեր ընկերների մի մասը այսօր բանդում են գտնվում, բայց բավական մասը տրսում են 18 թվականին զորօրինակ 18 թվականին մեր մեծ մասը մեր այսպես ասած ղեկավար շրջանագի բանդում էր, մի մասն էլ ընդհատակում էր։ Այժմ մի փոքր մասը բանդում է, մեծ մասը մեջ է եւ ավելին էս 4-5-6 տարիների ընթացքում մեզ նաեւ հաջողվել է բացի ներազգային իմաստով քիչ հաշվային ասած դրական զարգացումներից, այսինքն որ մեծամասնությունը արդեն իրավիճակը ճիշտ է գնահատում, մենք նաեւ արտաքին աշխարհի հետ շփումներ ենք ունեցել, բավական բան առաջ ենք տարել։ Այսինքն այսօր մեր թիրքերը շատ ավելի ամուր են, քան թե 18 թվականին էր, որը դեղի ունեցավ փոփոխություն։ Ինչպես այս տարի դեղի է ունենալու փոփոխություն։ Ցավոք մեր նման փոքր երկրներում եւ չգայացած չպետություններում որոշումները տրսում են առնում, թե երբ ինչպես դվյալ երկրում իշխանապողություն անեն։ Ես ունեմ դպավորություն, որ այս տարի մեր մոտ փոփոխություն է տեղի ունենալ եւ այդ փոփոխության ժամանակ մեր նման ուժ այնքան կարեւոր է, որ այդ փոփոխության ընթացքի վրա մենք պիտի ազդենք
եւ բարդացրել, որ այդ փոփոխությունը լինի անպայման արմատական փոփոխություն, այլ ոչ թե հերթական անգամ մի անասունի դանեն, մի ուրիշ անասուն բերեն։ Շնորհակալություն։ Давид Ջան, merci, մի րոպե, Давид Ջան, еще один вопрос и все. Все, Ջան, можете мне խնդրում եմ, крест մարդիկ приготовить սպասում и են։ на кресте распять. Я все прекрасно понимаю. Я сказал, я еле-еле дорвался Только до Жирайра. Я շատ կարճ, խնդրում եմ, Շատ կարճ, որովհետև ладно. մարդիկ սպես շատ մարդ կա, ներկայացել Жирайр, շատ я մարդիկ են ուզում։ знаю, Ахпер Ջան, տվեք, это, կոֆետ խմի, Ժիրայր Ջան, հանգստացի մեկիչում։ Կոֆե է, ուրիշ բան չի։ Ուրեմն այդպես, դուք ասել եք, որ դուք ունեք ծրագիր, ուժե այդքան տարվա ծրագիր է, ասենք թե այդ ծրագիրը այդքան տարիների վաղտը ոչ մի բան չի տվեց։ Ոչ մի բան, այդ ծրագիրը պայեք։ Բայց ուզում եմ մի հատ հարց տամ։ Երբ որ այդ հայ ժողովուրդը, այդ նեղ մաջալքի մեջն են, այդ բաներից հետո որ 100%-ով գիտենք, որ այդ ամեն ինչը ռուսներից է սկսվել, այդ ամեն ինչը այս տականքին բերել են, նստացրել են, այս տականքը միշտ տալիս է ամեն ինչ, քիչ ամեն ինչ տալիս է, չի մտածում ոչ մի բանի համար։ Մի հատ բան ուզում եմ հարց տամ, էլի այդ հարցը ինձի պրոստը քրքրում ախպեր, պայթացնում է։ Եթե սաղ նորմալ կամանդիրները, հասկացող տղերքը հավաքվեն ու ելնեն դուրս, ով կարող է կայնի այդ ժողովրդի դեմը, ցույց տվեք մի հատ ժողովրդին, ով կարող է կայնի իրենց դեմը։ Հա, դա նշանակում է переворот, բունտ է նշանակում, բայց այդ ժողովուրդը որ հելան են վաղտ аэропորտի ճանապարհը փակին, ասենք թե սկսեց բանմանը, ինչի իրենց այդ մոմենտին ոչ ոք չկայնավ իրենց թկունքը, իրենց կողքը։ Ժողովրդի իրավունքն է նաև եղաշրջում անելու, ժողովրդի իրավունքն է։ Կամանդիրներ, մի րոպե, ես չասեցի ժողովուրդը, ես ասեցի կամանդիրները հելնեն ու գան կայնեն իրենց կողքը։ Ես ժողովուրդը խեղճ ժողովուրդը արդեն քաքի մեջն ընկներ եկել։ Խեղտին է ժողովուրդին, շնչել չեն տալի այդ ժողովրդին։ Հետևյալը ասեմ, որ Արցախյան առաջի բادرազմի մասնագիծ հրամանատարները, որոնք Թաշտային հրամանատարները, որոնք գետնի վրա ես կասեի իրենց դրսևորում են Թուրքի թեմ արույցի նման ներքին ճակատում, այսինքն ներքին անարդար մթնոլորտի դեմ պայքարելու ճակատում իրենց բաղում են շատ վատ, շատ խեղճ, գրակ, վախեցած, համակարգից սարսափած, ոստիկանությունից սարսափած, այդ հզոր հրամանատարները, որ Դաշտային հրամանատարներ են, որոնց շնորհիվ մենք նաև կարողացանք 12000 կիլոմետր Արցախ ազատագրել։ Իմ ասածս այն է, որ քաղաքական մտածելակերպի առավել եւս ազգային քաղաքական մտածելակերպի ինքնուրույն մտածելակերպի ահավոր մենք բագաս ունեցել ենք։ Միջայլոց նաև ասեմ, որ Արցախյան առաջի բادرազմի ժամանակ հայտնի Դաշտային հրամանատարների մի մասը, որոնք թիկունքից խփվեցին, որոնք սպանվեցին այս համագարկի կողմից, դա բադական չէր։ Եթե հիմա նրանց անունները հիշենք, կնկատենք, որ այդ մարդիկ քաղաքականապես հասուն էին։ Նրանք իմանում էին ինչոց է, եւ նրանց ողջ մնալը խաղաղ պայմաններում շատ վտանգավոր էր համագարկի համար։ Եվ այդ պատճառով այդ մարդիկ սպանվեցին։ Ասածս ինչն է, որ ցավոք այս դարիների ընթացքում այդ հրամանատարները իրենց լավ չեն բահել, ավելին դրանց մեծ մասը նաև թշնամուն է ծառայել, այս նկատի ունեմ ռուսական համագարկին, եւ բանակը, որ ինքը պետք է ազգային բանակի վերածվեր, ոչ միայն ազգային բանակի չվերածվեց, քաղաքային բանակի վերածվեց եւ կադրային քաղաքականությունը, ասենք ինքնուրույն սպաներ, որոնք կային տարբեր մագարտակների, ովքեր ազգային մտածելակերպ ունեն, դարի բացասական այդ սելեկցիան դեղի ունեցել։ Բացասական խնդիրը տրված եղել բանակում սպայական խավը
Պիտի ազգայինից հեռու լինեն եւ 25 տարի այդ ուղղությամբ աշխատանք է դարվել եւ այդ պատճառով էր որ մեզ չհաջողվեց 44 օրյա թավաճանական պատերազմը կանգնեցնել, այսինքն թույլ չտալ որ դեղ ունենար ինչ դեղ ունեցավ։ Սա դարիների աշխատանք էր բոլորը իշխանությունների Լևոնից սկսած հաջորդող Քոչարյան, Սերսակսյան եւ Փաշինյան։ Սա գադա մեկը մյուսին ավելի գադարելակորձվելով մենք ասել ենք ասել։ Ինչու եմ այս ամեն ինչ ասում, ասելով որ այսօր այդ մենք մեզ չասենք որ այդ հրամանատարները արգա են եւ իրար գլխի հավաքվելով ժողովրդի հետ կարող են հաստուց։ Այստեղ հարցը ժողովուրդը պիտի լուծի, սակայն ժողովրդի իմի բերելու հարցում նախքին հրամանատար կլինի թե ազնիվ քաղաքական գործիչներ կլինեն այսօր նրանց պարտականությունն է ժողովրդի իմի բերելը։ Ժողովուրդը ինքը իրեն իմի չի կա։ Ժողովրդին ինչ որ մի փոքրիկ օղակ կամ ինչ որ գայծ կարող է լինել եկող օրերին, ես քիչ առաջ զուգահեռներ անցկացրեցի 18 թվականի եւ այսօր էլին։ Իջալոց բավական լարված է վիճակը եւ որևէ ժամանակ անակնկալները սպասեք Հայաստանին ներս։ Եվ շատ այստեղ լավ այն է որ այդ ֆորս մաժորային ժամանակներում մեր նման քաղաքական ուժ է արգա եւ այս պատճառով եւս մեր ժողովուրդը պետք է գիտակցի ոչ միայն համախմբվելու մեր քաղաքարի շուրջ, այլ նաեւ օժանդակելու մեզ դարաբնույթ ծրագրերում, որ մենք ինչքան բինտ լինենք այս օրերին այս փոփոխության շեմին, այդքան լավ բոլորիս համար։